Դե ինչ ելի հեռուստադիտողներ վերադարձանք տաղավար ու շարունակում ենք ձեզ պատմել մշակութային միջոցառումների մասին, որոնք տեղի են ունենում հենց այստեղ մեր կողքին։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո կողքի կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը անցկացնելու է կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։ Փառատոնի մասին բոլոր մանրամասները կիմանանք մեր հյուրերից։ Իսկ մեր հյուրերն են Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը եւ կողքի միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե եկեք խոսենք ինչ հիմնական նպատակ է հետապնդում կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը այս տարի եւ ինչով այն տարբերվելու նախորդներից։ Ես սկսեմ պարոն Դանիելյանը կշարունակի պատմելով թե ինչ նշանակություն ունի փառատոնը ընդհանրապես մեր համար։ Փառատոնը արդեն 6-րդ տարին է ինչ մեկնարկել է եւ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարությանը, որովհետեւ մեծ աջակցությունը շատ կարեւոր է փառատոնին, որ ամուր կանգնել երկու ոտքի վրա եւ գնալ առաջ ներգրավելով տարբեր երկրներին փառատոնի շրջանակներում եւ ցույց դնել մեր մոտեցումը ներառականությանը եւ արվեստը դա ամենահեշտ միջոցն է, որպեսզի կարողանաս դու աշխատել այդ ներառականության մեջ եւ ցույց դնել երեխաների կարողությունը զարգացնել այն։ Փառատոնի շրջանակներում ընդգրկել է մի քանի միջոցառումներ, 3 մեզ մոտ տեղի ունեցան սեմինարներ, վարպետաց դասեր, որին մասնակից էին միջազգային մասնագետներ, մեր հայ մասնագետների համար կարդացին վերապատրաստման դասընթաց։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև To Be Happy կազմակերպությանը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գործում, եւ այդտեղի մասնագետն է մեզ համար կարդացել Անուր Շահինը թեմաներով, տարբեր թեմաներով վերապատրաստում։ Ալինա Սարգսյանը Ռուսաստանից կարդաց խոսքի զարգացման հետ ուղղված սեմինար։ Այսօր մեր փառատոնի բացման արարողությունն է, որին մասնակից են բազմաթիվ երեխաներ եւ շատ ոգևորիչ օր է հենց այսօր մեզ համար, որովհետեւ փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից երեխաներ, մշակութային կենտրոններից, արվեստի դպրոցներից եւ փառատոնը ոգևորել է մասնագետներին։ Այս տարի մենք այդ ոգևորվածությունը զգում ենք, որովհետև շատ զանգեր, շատ մասնակիցներ ունենք այսօր 40 համար, որին մասնակցում են կոլեկտիվներ։ То есть մի երեխա չի, այ ընդգրկված են նաև դպրոցի սաները, օգնում են իրենց այդ երեխային, որը որ պիտի մասնակցի, դա ինքը շատ sense մասշտաբային է դարել փառատոնը։ Ամսի 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի Black Box-ում ունենալու ենք մի հետաքրքիր պարային կրկեսային միջոցառում, այս անգամ կարելի է խորագիրը կրող, որտեղ նաև երեխաները պարային ներկայացումով եւ կրկեսային համարով ելույթ են ունենալու եւ դեկտեմբերի 3-ին մեր գալա համերգն է Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 6-ին հանդես կգան երեխաները, տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաները մեր պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ եւ այս տարի ունենք մի հետաքրքիր անակնկալ, որին մեր փառատոնին մասնակից են լինելու մեր պաշտոնյա անձինք, պարոն Դանիելը նաև ընդգրկված է այդ շրջանակներում, համաձայնության եկանք, то есть մենք առաջարկ արեցինք պարոն Դանիելյանին, հետաքրքրվեցինք, իմացանք, որ պաշտոնյաներն են կարողանում երաժշտության մեջ որևիցե գործիքի տիրապետում, այո, եւ ընկերներով, տենց ծանոթներով հասկացանք, որ ունենք մի քանի պաշտոնյանցինք, որոնք նվագում են եւ առաջարկով դիմեցինք նրանք չմերժեցին երաժշտական գործիքի մասին է խոսքը Սիրով իհարկե շատ լավ նախաձեռնություն է, շատ լավ առաջարկ, որպեսզի մենք էլ մասնակցենք եւ երեխաները բնականաբար տեսա փորձերին, արդեն տեսա ինչքան հրճված էին եւ գիտեք մենք մեր օրինակով պետք է ցույց տանք մեր ներգրավվածությունը։ Բնականաբար մենք ունենք այլ մակարդակի ներգրավվածություն։ Եթե թույլ տաք մի քիչ հետ գնամ, ընդհանուր ավելի խորքային խոսենք,
Գիտեք, ցանկացած հասարակության վարկանիշը ստուգելու համար ինչին ենք առաջին ուշադրություն դարձնում, թե ինչպես է տվյալ հասարակությունը ուշադրություն դարձնում իր մեջ եղած թույլերին, հիվանդներին, երեխաներին, ծերերին, առանձնահատուկ կարիքներ ունեցողներին, եւ գիտեք, սա անելով մեր պետությունը ինքը ուժեղանում եւ մեծանում է։ Այսինքն, եթե մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ներառական այս ոլորտին եւ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, պատանիներին կամ մարդկանց, մենք անում ենք նաև պինդ հասարակություն, ուժեղ հասարակություն ստեղծելու նպատակով եւ հենց այս ծրագրի անվանումը կողք կողքի հենց դրա մասին է խոսում, ոչ թե լինեն խումբ միտեղ եւ ընդհանուր մնացած հասարակությունը մի ուրիշ տեղ, այլ մենք կողք կողքի այդպիսի առանձնահատուկ ունեցող մարդկանց հետ շփվենք, աշխատենք եւ այս պարագայում բեմ բարձանանք նաեւ միասին երաժշտություն անենք։ Դա շատ կարեւոր ուղերձ է եւ այս փառատոնը միայն այսբերգի երևացող հատվածն է։ Կառույցները, ինչպես Նաիրան ասեց, կողք կողքին էլի ունեն կառույցներ, որոնք ամբողջ տարի աշխատում են այս հարցերի շուրջ, թե մեթոդաբանություն են բերում ուսուցիչներին, թե ուրեմն կարևոր հետաքրքիր ինֆորմացիաներ են բերում արտասահմանից։ Մի խոսքով, այդ փոխանակումները տարբեր կառույցների հետ, արտասահմանյան երկրների հետ ստեղծում են դինամիկա եւ ստեղծում են հասարակության հայացքի փոփոխություն, այսինքն մենք տարիներ շարունակ, չգիտեմ ինչ աչքով ենք նայել, չխոսենք դրա մասին, կարևոր է որ հիմա մենք նայում ենք շատ հոգատար աչքով եւ կարևոր է որ նայում ենք շատ ընկերական աչքով այդ ոլորտին եւ այդ մարդկանց եւ մենք ինքներս ներառվում ենք իրենց ոլորտ Եվ իրենց այդ պատկերացումների մեջ իրականում կարգախոսնել հենց շատ կարևոր է այս դեպքում շեշտելը ներառական հասարակությունը քաղաքակիրթ երկիր։ Մեր քաղաքակիրթ երկրի հիմքերն են իրականում պետական տարբեր ոլորտների աջակցությունը եւ պետություն ու մասնավոր այս հարաբերությունները միմիայն բարելավում են ներառականության ընդլայնումը մեր մոտ, մեր երկրում, բայց այս դեպքում էլ հենց երեխաների համար մրցույթ փառատոնին մասնակից երեխաների համար է հետաքրքիր այդ փորձառությունը բեմ բարձրանալ մարդկանց հետ, որոնց տեսել են միայն փողկապով եւ շատ հաճախ միայն հեռուստացույցով, պատմեք մի փոքր նաեւ փորձերից, որովհետեւ գիտենք, որ շատ հետաքրքիր է անցնում ձեզ մոտ։ Շատ հետաքրքիր առաջարկ էր, վերադառնանք փորձերին, երբ առաջարկությունը եղավ, միանգամից համաձայնվեցի, հետո հասկացա, որ մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի ինքս էլ պետք է փորձեմ, ես իմ լարված ուրեմն գործունեության մեջ, բայց սիրով ընդունեցի, եկան ուղարկեցին, որոշեցինք, որը պիտի կատարեմ հենց առաջ ոտքս դրեցի դահլիճ փորձի համար, հասկացա, որ բոլորը սպասում էին եւ անակնկալով, թե ինչ պիտի անեմ, ոնց պիտի անեմ, այդ ոնց որ հուզմունքս էլ ավելի շատացավ, գիտեք, որ տեսա երեխաների սպասելիքը պիտի։ Մի խոսքով հետաքրքիր փորձեցինք, ես հուսով եմ, որ այդ փորձը արդեն տեղափոխենք դեպի բեմ ամսի 3-ին, շատ կարևոր ուղերձ ենք տալիս, որ ասում ենք մենք էլ մեր ժամանակից դնում ենք, տեսեք ասեցի պետական մակարդակով, այո, այդ ամեն ինչի մեջ ներգրավվածություն ունենք, բայց նաև երեխաներին ուղերձ ենք տալի, որ մենք ֆիզիկապես ձեր կողքին ենք եւ եթե մենք մեր ծանրաբեռնված գրաֆիկի մեջ ժամանակ ենք գտնում, գալիս ենք, դուք էլ պարապեք, աշխատեք եւ իմաստը հենց դա է, որ իրենք էլ աշխատեն, իրենք էլ ասեն, եթե աշխատեմ, ես անպայման կհասնեմ ինչ որ մի բանի, եթե սովորեմ, ինչ որ մի բանի կհասնեմ։ Շատ կարևոր ուղերձ ենք տալիս այստեղ մենք բոլորս միասնական։ Եվ այդ կարևոր ուղերձը արդեն 6 տարի շարունակ փառատոնի տեսքով միայն արտ փառատոնի կողք կողքին իրականություն է դարձնում։ Այս անգամ մարդիկ կարող են վայելել այս օրերը եւ մասնակիցը դառնալ փառատոնին, ինչպես ձեռք բերեն տոմսեր, ինչպես մասնակիցը դառնան։ Այո, իհարկե, փառատոնի բոլոր միջոցառումները բաց են եւ օրինակ այսօրվա միջոցառումը կամերային երաժշտության տանը ժամը 4-ին է իրականանալու, նորից բաց է, մենք սիրով սպասում ենք հանդիսատեսին, մեր սկզբունքն է, որ մենք չվաճառենք տոմսեր եւ լինեն միջոցառումները բաց, այդ հնարավորությունը չվաճառելու տոմսերի մեզ տալիս է համ նախարարությունը, աջակցելով մեզ համ Իմ քայլը հիմնադրամը, որպեսզի մենք կարողանանք հրավերներ անել, մարդիկ գան եւ տեսնեն բոլոր միջոցառումները։ Իսկ Արամ Խաչատրյան համերգասրահին մենք հրավիրատոմսերով ենք իրականացնում համերգը եւ հրավիրատոմսերը կարող են վերցնել յուրաքանչյուր անձ մոտենա եւ մեկական հրավիրատոմս վերցնի Երևանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնից, որը մեզ հետ նաեւ համագործակցում է
այդտեղ կարող են վերցնել հրավիրատոմսերը եւ ներկայանալ համերգին, Բայց վայելել գիտեք, համերգը։ որակը այնքան է բարձրացել կատարողական որակը, որ կարծում եմ կարող եք հանգիստ տոմսեր վաճառել, որովհետև այո, շատ է հետաքրքիր Գուցե կլինի։ դա հաջորդ տարի, պարոն Դանիելյան։ Իհարկե, պիտի մտածել եւ այդ գումարը բնականաբար նորից ներդնել տարբեր տեսակի Նոր ծրագրերի ծրագրերի մեջ։ միջև։ Իհարկե, Հաշվի կառնում։ գիտեք ինչ եմ ասում, որովհետև սա այս գործը ոչ միայն այս մասնագիտացված կառույցների գործն է կամ ինչ որ միայն պետության կամ բոլորիս գործն է։ Իսկապես։ Եվ հասարակությունը, ես վստահ եմ, որ շատերը կուզենային ինչ որ ձևով մասնակցել այս գործընթացին, բայց չգիտեն, ինչ որ չեն կարող։ Եվ սա հիանալի հնարավորություն է Այո, վերջապես։ միանգամայն, ասենք տոմսերի գնով կարելի է որոշել, մտածել եւ այդ գոյացած գումարները բնականաբար կներդրվեն հաջորդ տարիների իրականացվելիք ծրագրերի մեջ։ Կփորձենք Նոր գաղափարներով գաղափարի համար։ Եվ այսպես նոր գաղափարներով ավարտեցինք մեր հարցազրույցը։ Շնորհակալ ենք անչափ։ Մենք էլ շնորհակալ հրավերի համար։ Սիրով, առավոտը մեզ հետ սկսելու եւ իհարկե այս կողքին 6-րդ տարին արդեն իրականություն դարձնելու համար շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվենք առաջ։